Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ 106 եւ 5 հաճախականությամբ եք միացել, կարող եք մեր բոլոր հաղորդումները դիտել նաեւ թվային հարթակներում։ Այս պահին մենք կինեցիկա հաղորդումն ենք սկսում, իսկ մեր տաղավարում Moa բրենդի հիմնադիր Հերմինե Մելիքսեթյանն է։ Հերմինե ջան, բարի օր։ Ողջույն, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ, որ դուք համաձայնեցիք ու այսօր մեր տաղավարում եք։ Moa բրենդը, ինչպես ասացի, 2021 թվականներին այդ ժամանակահատվածում է հիմնադրվել։ Ինչու հենց այդ ժամանակ որոշեցիք այդ գաղափարը որտեղից առաջացավ։ Գաղափարը, եթե ես ասեի, որ օրինակ ցանկացել եմ ստեղծել որևէ բիզնես կամ հիմնադրել իմ բիզնեսը, այդպես պատասխանել կարծում եմ սխալ կլինի ինձ համար, որովհետև ազդակը ու դրդողուշը ոչ թե որևէ բիզնես հիմնելը կամ հենց բիզնես սկսելն էր, այլ ավելի շատ ստեղծագործելը, որովհետև այդ ժամանակ ես արդեն գտնում եմ ֆիզարցակուրթում եւ ինձ համար արդեն հստակ գիտեի, որ ես չեմ ուզում հետ վերադառնալ իմ ֆինանսական ոլորտի աշխատանքին, որտեղ հստակ ժամային գրաֆիկ կար 9-ից 6 այսպես հա ժամային սահմանափակում ու ես շատ ցանկանում եի անել ինչ-որ բան, ստեղծել ինչ-որ բան, ինչ-որ աշխատանքով զբաղվել, որը հենց կլիներ իմ ստեղծած աշխատանքը, հա, իմ ստեղծագործությունը ու ես այդ ժամանակ Instagram հարթակը բավականին մեծ թափով զարգանում էր COVID-ից հետո։ Այո, COVID-յան շրջանում այդ մեծ թափ էր հավաքում ու այդտեղ արդեն անձնական էջերից ու էսթետիկայից դուրս բիզնես էջերն էին շատ մեծ զարգացում ունենում ու անդադար իմ տեսադաշտում հենց բիզնես էջերն էր ու ես առաջի բանը որ որոշել էի անել Instagram-ում, որովհետև իմ տեսադաշտում իրանք են, ես տեսնում եմ այդ ճանապարհը, տեսնում եմ ոնց են զարգանում, օրինակ, հասկանում էի, որ ես ուզում եմ այդպես, բայց չգիտեի ինչ։ Բայց կրթություն ունեիք, որ մտածում եք այս զարդերի մասին։ Բիզնես կրթություն նկատի ունեք։ Բիզնես կրթություն եւ զարդերի մասին ինչ-որ ինֆորմացիա առհասարակ արծաթյա կլինի դա ստեղծել, այդ արտադրել, մի քիչ բարդ process է կարծում։ Տեսեք, վերջերս ես հենց այս պատմությանը անդրադարձել եմ, բայց ինքը բավականին հին սկիզբ ունի, մեկնարկ ունի, այսպես ասած, որովհետեւ Instagram բիզնես հիմնելը ոչ թե ինձ դրթել է զարդերը, այսինքն սեր զարդերի հանդեպ կամ արծաթի հանդեպ, այլ այն ռեսուրսը, որ ես ունեի։ Իսկ ես ռեսուրս ունեի դրսից արտադրանք գտնել ու բերել Հայաստան։ Ես 2013-14 երևի 12 տարի առաջվանից կարողանում եմ օգտվել դրսի շուկաներից, գտնել ապրանքներ, որոնք տեղական շուկայից 5-ից 10 անգամ մաչելի են ու իրանց բերել։ Բնականաբար անձնական օգտագործման համար էր, բայց տարիների ընթացքում այդ փորձը այնքան էր կուտակվել իմ մեջ, որ ես հասկանում եի, որ ես կարամ բերեմ ցանկացած product տեսակի ապրանք ու դա վաճառեմ այստեղ ավելի բարձր ոնց անում են սովորական սխեմաներում հա բիզնեսի այսինքն դու գտնում ես հումք ավելի մաչելի դա ու մատուցում ես որպես բիզնես product ու քանի որ ես ունեի այդ ռեսուրսը ու ես գիտեի որ ես ուզում եմ Instagram-ում ինչ-որ բան անել ամենահեշտ հարմար ու գեղեցիկ էսթետիկան զարդերն էր որոնց հետ կարայի աշխատեի այսինքն հենց արտադրությունով չի սկսվել անմիջապես, այլ սկսվել է այդ տարբերակով, այո, այդ տարբերակով ու արտադրության պատմությունը ավելի այսպես հաճախորդամեծ ստացվեց, մատանիներից մեկը որ ներմուծված էր ու ես առաքեցի հաճախորդին, դա իր մոտ խնդիր առաջացրեց, բացի վատ որակից, նաև մատն էր վնասել, ու ես բավականին այսպես ինձ վատ է զգում, որտեվ այն ինչ անում եմ ինձ կարևոր է որ ինքը տա արդյունք ու կարևոր է որ դիմացինը վայելի այդ արդյունքը այսինքն ես չեմ աշխատում ի սկզբանե չեմ աշխատել գումարի համար ես բավականին վատ զգացի այսպես ու քանի որ նաև ունեի ծանոթ ոսկերիչ արծաթագործ մարդ ում հետ կարեի քննարկեի այդ օրինակը մատանից ինձ տվեց այսի կարանք այստեղ սարքենք էլի մաքուր արծաթից հենց այս նույն մատանից սարքենք ես այդ մարդուն ուղարկեմ որ ինքը հանգիստ կլի որտեվ շատ վատ է զգացել ու իդեպ սա այս մատանիներ Հենց այդ մոդելը։ Այս մոդելից սկսել ենք, իմը ոսկուց է պատրաստված, բայց հենց մոդելը սկսեցինք արծաթից։ Ասեց, հա, խնդիր չկա։ Ունեի այդ վատ որակով մոդելը, ինքը ոսկերիչը վերցրեց ու մենք հենց process-ները այսպես չնկարագրեմ, ինքը ինձ վերադարձրեց մաքուր արծաթից պատրաստված մոդել 4 հատ
ու այդ 4-ից 3-ը ես հենց առաքեցի արդեն նախկինոն վատ որակով վաճառված հաճախորդներին, ուղարկեցի իրենց, ու տենց սկսվեց հենց Արցաթից զարդերի պատրաստումը այստեղ։ Այդ նույն մարդու հետ եք շարունակում աշխատել մինչ օրս։ Մինչ օրս արդեն շատ մասնագետներին եմ ներգրավել, որովհետև տարբեր ֆունկցիաներ կան հենց այս արտադրության մեջ, որ պետք է անեն, ու հնարավոր է մի մասնագետը չկարողանա տեխնիկապես նույնիսկ ապահովի այդ, բայց հա ինքը կա դա, որ անհրաժեշտ է։ Շատ հետաքրքիր է իրականում, հետո ոնց կարողացաք ոճը ձևավորել ձեր արտադրանքի։ Ինձ շատ կարևոր էր, հավանաբար ես ինքս իմ կյանքում այդպես մինիմալիստական, նուրբ, կենցաղ ունեմ, առօրյա ունեմ, ինքս այդպես եմ վերաբերվում եմ այդպես տարբեր process-ների, ու իմ համար կարևոր էր, որ զարդերն էլ լինեն նույն կերպ։ Օրինակ երբեմն ինձ մոդելներ են ուղարկում, որոնք ունեն բարձ դիզայն կամ չգիտեմ, չոր քարային, բայց շատ ճոխ աշխատանք են պարունակում, ես գիտեմ, որ այդ իմ մոտեցումը չի, Դե նման արտադրողներ էլ կան։ Հա, իհարկե կան, ու ես էլ կարող եմ դա կազմակերպել, օրինակ արտադրել, բայց ես դա չեմ վերցնում որպես անհատական պատվեր, որովհետև ես դա չեմ կարող անեմ նենց, ոնց իմ մոտ իդեալական ստացվող բարձ դիզայներով զարդեր արտադրել։ Արտադրանքի մեջ, process-ի մեջ այդ գործընթացում որ մասն է ձեր ուսերին դրված, այ կազմակերպչականից բացի դիզայնավորել, փոխանցել, հասկանալ թե ինչ քանակությամբ պիտի լինի, այսինքն այսպես ասեմ, արդյոք միանձնյա է այս ամենը իրականացում, թե թիմ կա, որը աշխատում է բրենդի հետևում։ Հիմնականում ես ունեմ լիքը մարդիկ, ովքեր ինձ աջակցում են նույն բիզնես process-ների մեջ, բայց այսպես ասեմ, այդ ամբողջ process-ները տանում եմ ես ու ամեն process-ի պատասխանատուն ես եմ։ Այսինքն օրինակ, եթե զարդը ինձ ուղարկում են նկարով, հա, այսպեսի զարդ կարող ենք ստանալ, ես նախ ինքնուրույն փորձում հասկանալ արդյոք կարող ենք թե չէ, հետո այդ ամեն ինչը քննարկում մասնագետի հետ։ Մասնագետը ինձ պատասխանում օրինակ կարողանա, չի կարողանա, ինչքան ժամանակ եւ այլն։ Ես նույնը քննարկում եմ հաճախորդի իսկ ես բոլոր process-ների կապը պահում եմ, բայց եթե օրինակ արտադրության ինչ-որ փուլում պետք է որ ես գնամ տեղում նայեմ, որովհետև ես ֆիզիկապես չեմ գտնվում այդ տարածքում, որտեղ արտադրում են, ես մոտենում եմ այդ process-ի եւս մասնակցում, իսկ քննարկում նաեւ դետալները, առաքման process-ները ներգրավված է առաքման ծառայություն օրինակ, որ ես ինքս չեմ առաքում կամ ծայրահեղ դեպքերում, երբ որ չի ստացվում ինքս վերցնում առաքման։ Ամեն դեպքում ձեր էներգիան ամբողջովին դրված է զարդերի մեջ։ Հա, ամբողջովին դրված է, բայց ժամանակ առ ժամանակ, քանի որ ունեմ ուրիշ նախագծեր եւս, իրանց այսպես աչքաթող եմ անում, օրինակ այս վերջի մի քանի ամիսը իմ անձնական նախագծով եմ, անձնական դասընթացի կազմակերպման նախագծով եմ շատ ինտենսիվ։ Կբացահայտեք թե դեռևս։ Շուտով կխոսեմ, չէ, կխոսեմ, արդեն կա, մի հատ հարցն ավարտեմ ու ասեմ, քանի որ այդ ուղղությամբ եմ ավելի, վերջի մի 3-4 ամիսը հավանաբար կոնկրետ անհատական զարդերի արտադրությունը այսպես աչքաթող արված է կոնտենտի տեսանկյունից, հա, բայց պատվերները իրանք շարունակում են։ Նույնիսկ եթե ես ստաբիլ չաշխատեմ, ամեն շաբաթ գոնե 1-2 աշխատանքը կանգ հետ են չի գալիս, առնում, հա, հետ են գալի, մի հատ խնդրում եմ իր համար էլ, մի հատ խնդրում եմ այսպես էլ։ Ու ես խնդիր չկա, սպասեք, ես կազմակերպեմ։ Ոնց որ էլի վերցնում անում եմ, էլի, բայց ես իրանցով ոնց ինքը Instagram հարթակում ստեղծված նախագիծ է, այդպես էլ պահպանվել է։ Ժամանակ առ ժամանակ ունեցել եմ տաղավարներ, չգիտեմ, մասնակցել եմ տարբեր պրոյեկտների, տարի ներկայացրել եմ տեղում, բայց իր ամբողջ կյանքը այդ Instagram կոնտենտով ստեղծված նախագիծ է։ Ձևաչափը հենց այդպեսին է։ Ու այդպես Նոր դարի արտադրանք բրենդ էլի, ինչպես ասում են։ Այդպես էլ մնում է ու հետեւաբար իր կյանքն էլ պետք է շարունակվի այնքան կոնտենտով շարունակես իրան պահել։ Իսկ նախագծերից ինչ կպատմեք։ Անձնական դա։ Այո, զուգահեռ ինչ եք անում։ Տեսեք, քանի որ ես բավականին խորացել եմ կոնտենտի կառավարման մեջ ու հենց արդերի բրենդը ստեղծել եմ դրանով, ինձ բավարար չէր միայն ոնց որ ինտուիտիվ կոնտենտ վարել, հա, այսինքն օրինակ եթե բլոգ վարում են ինտուիտիվ, դա նորմալ է, դա ստացվում է, բիզնեսի կառավարումը կոնտենտով ինքը շատ գիտելիք է պահանջում, սկսած վաճառքի սխեմաներից, վաճառքի գիտելիքից, մարքեթինգային, չգիտեմ, հաճախորդի հետ սպասարկման ոլորտի տարրական կանոններով, ես ամբողջ
այս ամբողջ ընթացքում մինչև օրս սովորել եմ ու յուրացրել եմ այդ գիտելիքը ու իրան կիրառել եմ առաջինը իմ անձնական բիզնես նախագծի վրա։ Արդյունքը վերցրել եմ ու քանի որ ես տիրապետում եմ այդ գործին, ես ներգրավել եմ, ոնց որ արդեն ունեի պահանջարկ նաև ուրիշ նախագծեր, օրինակ մեկը դիմահարդարման ոլորտի դասընթացի վաճառքի մեջ, կոնտենտի վաճառքի մեջ ներգրավելն էր կամ հաշվապահի թողարկած դասընթացի կոնտենտով վաճառքի մեջ ներգրավել։ Այսինքն նաև կոնտենտի կառավարման մասնագետ որպես նման նախագծերում եմ ներգրավված եղել ու կամ ու իմ անձնական հենց նախագիծը, որը արդեն ես մեկնարկել եմ ու դա իմ հեղինակային դասընթացն է, որով ես սովորեցնում եմ արդեն տարբեր բիզնեսների Instagram հարթակում ստեղծել, զարգանալ ու կառավարել կոնտենտով, ունենալ վաճառքներ, հաճախորդներ։ Բարդ է ամեն դեպքում։ Պիտի սիրես ուղղակի, բարդ չի, այսպես եմ, ես ֆինանսական կրթություն ունեմ։ Շատ հետաքրքիր է ստացվել ֆինանսական, հետո զարդեր, հետո վաճառքներ։ Մասնագիտությունից մասնագիտություն է ծնվել, այսպես ասած։ Գլոբալ, այսպես ֆինանսական ոլորտի 6 տարվա կրթություն ու 7 տարվա կրթություն ու փորձ ունեմ, որից հետո կտրուկ սկսվել է բիզնեսով, արդեն բիզնեսի ու վաճառքների մեջ խորանալը ու դրանից չեմ շեղվում արդեն 5 տարի, այսինքն այնինչ ֆինանսականը կարելի է համարել background, իսկ այնինչ հիմա խորանում եմ, այդ արդեն բիզնես ու վաճառքներն են։ Հիմա սովորեցնում եմ։ Այ կին գործարարների համար ինչ դժվարություններ կան շուկայում առհասարակ բիզնես սկսելից, որովհետև միշտ չի, չէ, որ կանանց ընկալել են այդ ոլորտում, ներկայացված ինչ-որ բան կառավարելիս, հրահանգներ տալ, չգիտեմ, ստեղծել, ոնց է ձեր դեպքում եղել ու դուք արդյոք նկատել եք, որ ինչ-որ տեղեր, ինչ-որ պահի խտրական վերաբերմունք ու մոտեցում կա ամեն դեպքում։ Միգուցե իմ բիզնեսի ֆորմատը թույլ չի տվել առնչվել նման երևույթների հետ, որովհետև այսպես որ փորձում եմ մտածել խտրականություն կամ կին գործարարի հանդեպ որևէ արտառոց վերաբերմունք, նման բան իմ հանդեպ բացարձակ չեմ հանդիպել ու նույնիսկ չեմ լսել, այսինքն նույնիսկ տարբեր ֆորմատներով հանդիպումների ժամանակ չեմ լսել էլի նման խտրականության մասին։ Միգուցե Instagram հարթակով նման բիզնեսային ֆորմատն է, որ չի ենթադրում հա նման մոտեցում, միգուցե իմ աշխատելավոճն է, չեմ կարող ասեմ, բայց որպես խտրական մոտեցում իսկապես չեմ նկատել։ Միակ դժվարություն, այսպես ասել, այս ֆորմատով բիզնես վարելու մեջ դա ընկալելն է, որ սա աշխատանք է, որովհետև դու երբ որ 24/7 այսպես հեռախոսի մեջ ես, առավոտ երեկո, հա, դու պարկում ես, բայց հեռախոսի մեջ ես ընկալել, որ դու ռեալ աշխատանք ես անում ու ստեղծում ես ինչ-որ արժեք, այդ շատ բարդ է տրվում այս օրերում։ Ոնց է ստեղծում ձեզ մոտ այդ զգացողությունը։ Հիմա արդեն կառավարում եմ։ Հիմա հստակ աշխատանքային ժամեր ունեմ, օրինակ ժամը 4-ից 4:30-ից հետո, այլ չեմ աշխատում, իմ մոտ հեռախոսը դառնում է արդեն կապի միջոց, կամ չգիտեմ, ինչ-որ լիցքաթափման միջոց։ Բայց երբ որ նոր էի սկսել, բավականին բարդ էր, որտեղ օրինակ ֆիզ արձակուրդում բալիկների հետ, իրենց քների ժամերն էր, որ պետք է հեռախոսը վերցնես կամ երեկոյան, այսինքն երբ որ իրանք քնում էին օրինակ 8-9, դու նստում ես մինչև 11-12 հեռախոսի մեջ, այդ բավականին բարդ էր։ Այ այս դեպքում կին գործարարը ավելի շատ դժվարությունների է, չէ՞, հանդիպում օրինակ հայրիկների դեպքում այդ խնդիրը միշտ չի որ կա, հատկապես Հայաստանում, դուք օգնող թիկունք ունեցել եք ձեր կողքին, օգնող ձեռքեր, ձեր ամուսինը աջակցել է ամեն դեպքում եւ խրախուսել է, որ դուք այս բիզնեսը առաջ տանեք։ Այո, միանշանակ այո։ Հենց առաջին փուլից սկսած, նախ ամենասկզբում, երբ որ փորձեցի ես ինքս հենց սկսել, ամուսինը առաջի աջակցությունը էր, որ ինքը օրինակ չասեց, չէ, գնա նորմալ գործով զբաղվի կամ հետ գնա աշխատանքի, նույնիսկ եթե չէր պատկերացնում, որ Instagram-ը ինչ հարթակ է, ինչ հնարավորություն կարա տա, ոնց կարա Instagram-ի միջոցով տանը նստած ունենաս պատվերներ, օրինակ, առաջի աջակցությունը, որ հետ չպահեց այդ մտքից, ու երբ որ տեսավ դա իսկական այսպես աշխատող սխեմա է ու մոդել է,
սկսեց արդեն ամեն կերպ աջակցել։ Այդպես հումորային ման կա, չէ՞, որ կինը սկսում է բիզնեսով զբաղվել, ամուսինը ավտոմատ դառնում է իր աշխատողը։ Ու դեռ սկսեց ամեն փուլում աջակցել առաքումներից, չգիտեմ, պատվերների բերել, տանել, հումքից, ոսկերիչների։ Հիմա էլ շարունակում է։ Այո, միանշանակ բոլոր process-ներում։ Հիմա կան որ մենակ մի հատ բիզնես նախագիծ չի նաև անձնական։ Հիմա արդեն հնարավորություն չկա խուսափել չէ դրանից։ Ես ստաբիլ գիտեմ որ շաբաթ-կիրակի օրինակ ես չեմ աշխատում, ինքս նույնիսկ իմ գործը էլի, այսինքն եթե բլոգի հետ է կապված, նույնիսկ դա չեմ անում, բայց երբ որ կարիք է լինում, ենթադրենք շաբաթ-կիրակի վրաս պետք է բացակայեմ, միանշանակ ինքը այսպես երեխաների խնամք, տանել, իրանց, չգիտեմ, որտեվ երկու բալիկ ունեմ ու երկուսն է փոքր են, խնամքի տարիքի, 3 տարեկան, 5 տարեկան ու իրանց բարթայել ամեն դեպքում պահելը ինքը full աջակցում է, այսպես ամբողջովին աջակցում է ու բացի իրանից նաև երեխաների փոքր տարիքում մենք ապրել ենք ամուսնուս ծնողների հետ ու նույնն էլ իրենք ինչքան էլ իրենք տարիքային, այսինքն սերնդային բարձր են ու ավելի դժվար էր ընդունել ու գիտակցել որ հեռախոսով աշխատելը դա աշխատելն է տանը նստած բայց իրենք ամեն կերպ այսպես աջակցել են բալիկների խնամք, չգիտեմ որևէ կերպ դուք խտրական մոտեցում չեք նկատել։ Ամեն ինչ բոլորն ամեն ինչ արել եմ որ բիզնեսը առաջ գնա մի խոսքով։ Նույնիսկ առանց գիտակցել, այսինքն եմ ասում, դժվար է ընդունել մեծ տարիքին, որ դու տանը նստած կարաս անես բիզնես, օրինակ կարաս հումք պատվիրես ու դա դրա վաճառքը կազմակերպես, ինչ որ տան անկյունում ապրանքներ են եւ այլն ու այդ ռեալ, իրանք գնում են ռեալ մարդկանց ձեռքը, այսինքն դժվար է ընդունել պատկերացնել որ դու չես գնում ինչ որտեղ դրանք տանում վերում կամ աշխատողներ չեն անում, բայց ամեն դեպքում այդ ամենը դժվարությամբ ընդունելով բոլորը ամեն կերպ աջակցել օգնել են։ Այսօր տեսնում ենք որ հատկապես Instagram-ում շատ են զարդեր արտադրող բրենդները ու օր-օրի այսպես սնկի նման աճում են, այսպես կարող ենք նաև բնութագրել։ Մրցակցությունը մեծ է, այդ ձեզ չի խանգարում ու ոնց եք անում որ այդ մրցակցության մեջ դուք ձեր տեղն ու դերը ունենաք ու ձեր կերպարն ու ձևաչափը չկորցնեք։ Համաձայն եմ, այս հարցի երևի երկու կերպ պատասխանեմ, մեկը նրանով որ համաձայն եմ որ աճում են, բայց պիտի չմոռանանք նաև որ աճում են նաև սպառողները, այսինքն օրեցօր թե Instagram-ից օգտվող մարդիկ են աճում, թե մարդիկ ովքեր վերցնում են այդ մշակույթը Instagram-ով պատվեր արելու, չէ՞, եթե օրինակ դուք որևէ զարդի էջից օգտվում եք, ձեզ դուր է գալի եւ այլն, դու մայրիկին, քույրիկին օրինակ պատմում եք, իրանք էլ մտնում են էջը, հետևում են, հաջորդի իրանք են փորձում նվեր, այսինքն աճում է նաև այդ սպառողների ոլորտը ու այնպես չի որ զարդերը ստեղծվեն, իրանք բոլորը կլճանան, օրինակ իսկ մյուս կողմից կան հստակ գործիքներ, որ Instagram-ում ստեղծում եք բիզնես, ինքը թույլ է տալիս դու տարբերվես մրցակիցներից։ Միայն օրինակ անձի բրենդով, միայն մի գործիք վերցնենք, հա, անձի բրենդով, եթե զարդը ստեղծում է որևէ անձ ու ինքը երևում է էջում, այդ արդեն իրան տարբերում է մյուսներից, որովհետև մի անձը չի կարող կրկնվի երկու տեղ։ Մի անձի մոտեցումը չի կարող լինի մյուսի մոտ։ Եթե այդ անձի մոտեցումը բիզնեսի մատուցումը հավանեն շատ մարդիկ, իրանք կգան այդ էջ, կմնան այդ էջում, կվստահեն, կառնեն, ուրիշ մարդկանց կբերեն։ Ու կան շատ ուրիշ գործիքներ եւս, որ եթե այսպես ասեմ մոտեցում բիզնեսի, հա, Instagram հարթակում, եթե բիզնեսի հիմնադիրը գտնում է այդ մոտեցումը, այսինքն բացահայտում է իր product-ի առավելությունները, հասկանում է թե դա ոնց կոնտենտով ներկայացնի, ոնց ճիշտ հասցնի լսարանին, որն է իր լսարանը, այսինքն չգնա այդ զարդերի բիզնեսով օրինակ առողջ սնվող մարդկանց լսարանում հայտնվի, այդ դեպքում հնարավոր է դուրս գալ այդ մրցակցությունից ու գտնել այդ տեղը Instagram շուկայում, առհասարակ այդ բիզնեսի շուկայում, իսկ տեղում ներկայացնել օրինակ զարդեր որպես շատ տարբերակներ կա, այսինքն կարելի է ստեղծվել մեծանալ Instagram-ում ու կարելի է գտնել տարբերակներ նաև, որ գնալ տեղում խանութից սկսած մինչև տարբեր տոնավաճառներ, տաղավարներ, կղզյակներ, տեղում արտահայտվելու տարբերակներ եւս կարելի է գտնել, իսկ կարազուգահեռ աճի դա։ Որտեղ է ավելի հեշտ աշխատելը, on-line հարթակում թե off-line։ Ես on-line հարթակով պաշտում եմ ուղղակի աշխատել։ Ինձ այնքան հարազատ է, հոգեհարազատ է, բայց ֆինանսական տեսանկյունից on-line հարթակը ամենաքիչ ներդրում պահանջող հարթակն է։
Այսինքն եթե դու ունես օրինակ ռեսուրս, ենթադրենք մատնահարդար ես, բացարձակ քեզ ռեսուրս չի պահանջվելու, որ դու քո աշխատանքը նկարես, տեղադրես, ստեղծես դրա շուրջ կոնտենտ ու հաճախորդ վերցնես։ Բայց եթե որոշում ես գնաս օրինակ մատնահարդար լինես, ինչ որ գեղեցկության սրահում տեղ վերցնես եւ այլն, այդ ամեն ինչը պահանջում արդեն գումարների։ Այո, արդեն պահանջում է ներդրում, ի սկզբանե հենց սկզբից ներդրում էլ, այսինքն դու չես կարող գնալ ասել թե, չգիտեմ, եկեք մի կես տարուց տամ գումարը, մի քիչ աշխատեմ, հավաքեմ եւ այլն, այսինքն էլի կարող է on-line հարթակը եւս պահանջի ներդրումներ ինչ որ ժամանակից սկսած, բայց սկզբի փուլում այն հարթակն է, որ ամենակիչ ռեսուրսն է պահանջում, հատկապես որ բոլորը ունեն հիմա նորմալ նկարող հեռախոսներ, հասկանում են ոնց նկարել, ոնց լավ, չգիտեմ, կարգավորումները միացնել, մաքուր։ Եվ հետո այդտեղ լսարան հավաքելը ավելի հեշտ է։ Իսկ ձեր լսարանը բոլորը գնորդներն են ձեր, թե ամեն դեպքում պարզապես մարդիկ են, ովքեր սիրում են այդ գեղեցիկը տեսնելու հայելել։ Հա, լսարանը իրականում այնքան հնարավոր է այնքան սեգմենտավորել, սկսած գնորդներից մինչև ուղղակի էսթետիկան տեսնել, չգիտեմ, տեսնելու շարունակելով օրինակ մարդիկ ովքեր 1000-ից մեկ նվերներ են առնում ու իրանք պահում են տեղ որ հանկարծ մյուս նոր տարուն այնպես հիշեն շատ կարելի է սեգմենտավորել ու այդ թիրախը հավաքվում է, այսինքն ռեալ է նաև այդ ամբողջ թիրախին հավաքել մեկտեղ ու իրանք պահել, միշտ պահել ու տարիներով այդպես աճել, ոչինչ շատ օրինակներ կա։ Ձեր զարդերի էջում գրված է, որ հիշողությամբ զարդեր, ինչու հիշողությամբ զարդեր ու գրված էր նաև նվիրում են նվիրում են էմոցիաներ, որտեղ իսկապես նվիրում են էմոցիաներ, որովհետև անհատականացված զարդերը հիմնականում նվիրում են մարդուն, ում հանդեպ ունեն էմոցիա, ում հանդեպ ունեն որևէ զգացմունք։ Օրինակ քարտեզներով թևնոցները նվիրում են այն մարդկանց, ովքեր իրենց հարազատ մարդկանց, ովքեր գնում են երկրից, ովքեր ինչ որ մի քանի հարազատ վայր ունեն, շատ ունեմ Արցախի քարտեզով պատկերված թևնոցներ, Արցախը միացված Հայաստանին, Արցախը առանձին, Արցախի ինչ որ մի շրջանը, նույնիսկ եղել է պատվեր, որ իրենք քարտեզի վրա Արցախը բացել, sense մատիտով գծել են, այսքան նկարանք պատվիրենք։ Ասի օքեյ, տենց վերցնում եմ այդ նկարը ու արտապատկերում ենք թևնոցի վրա, այսինքն էմոցիա է պարունակում, ու ինքը հիշողություն ունի այդ զարդը։ Եթե դու 40 տարի հետո զարդատուփից հանես այդ զարդը, դու նույնը կզգաս, նույն էմոցիան կզգաս, նույն հիշողությունը կապրես այդ զարդի հետ։ Ու վերջի պատվերներից են եղել նաև Արևմտյան Հայաստանի Անի քաղաքի քարտեզով, իսկ Անին քանի դար չկա, չէ, բայց հիշողություն։ Այո, բայց ինքը հիշողություն է պարունակում։ Իսկ ովքեր են ձեր գնորդները, ինչ որ տարիքային սահմանափակում կա, թե երիտասարդ աղջիկներ, մեծահասակ կանայք, տատիկներ։ Այո, բոլորը։ Այո։ Պատվերներից մեկ օրինակ մայրիկներ տարիքով իր աղջիկա համար էր պատվիրում ու բարձրաց աղջիկը իմ հավատարիմ հաճախորդներից տարիներով մեկ շփվում ենք իր հետ, հա, չկա, ինքը ուղղակի ուզում էր իր աղջիկան հենց հայրենիքի հետ կապված նվերաներ, քննարկեցինք, պատվիրեցինք։ Զարդերի պատրաստման ընթացքում ինչ հետաքրքիր փուլեր կան, որ մեզ կպատմեք։ Ամենահետաքրքիրը որն է, որ ձեզ համար այսպես սպասելի է, միշտ ասում եք, այս փուլը երբ է գալու, որ ներգրավեմ այս process-ին։ Երևի հենց ներգրավելու մասը, որտեղ ես բոլոր փուլերում չեմ մասնակցում արտադրության, այսինքն ես ամեն ինչ on-line եմ կազմակերպում, փորձում եմ մասնագետների հետ, եթե ես պատվերը ստանում եմ հաճախորդից, ամեն դետալ հստակեցված ուղարկում եմ այն մասնագետներին, ովքեր պետք է պատրաստեն, ու իմ ներկայությունը այդտեղ բացարձակ պարտադիր չի։ Ես որևէ դեր չունեմ իրանց աշխատանքը հսկելու ու նույնիսկ եթե որևէ տեղ սխալ գնաց ու վերջնական պատվերը երբ որ վերցրեցի սխալ եղավ, դա շտկել հնարավոր է արծաթի այդ աշխատանքում։ Ամենաշատը երևի սիրում եմ վերջի փուլը, երբ որ ես ուղարկում եմ օրինակ մասնագետին, որ պետք է արտապատկերվի, այս քարտեզ էս սրտիկ, այստեղ էս քարտեզ էս, այստեղ էս անունը, չգիտեմ, էս ձևը, ինքը ինձ ուղարկում է նկարը, ես հաստատում եմ, երբեմն լինում է, որ ես հասնում եմ այնտեղ, որ ինքը արդեն աշխատում է, ես սիրում եմ այդ լազերային փորագրությանը հետևելը պարզապես, որ ոնց են փայլացնում զարդը փորագրում ու տալիս են, ես մի հատ ստուգում եմ, վերցնում եմ իմ հետ։ Լավ փուլեր են, մի խոսքով վերջինները հատկապես։ Իսկ դուք միշտ եք գրում եւ հիմնականում գրում եք ձեր արտադրանքը։ Չէ, որ ասում ես ինքս միայն իմ արտադրանքն եմ գրում, չէ,
Ես շատ ավելի ոչ թե բրենդային մոտեցում ունեմ, համ շուկայում, համ ինքս իմ հանդեպ, այլ ավելի իմաստային զարդերի արտադրություն, ամեն զարդի մեջ իմաստ դնելու ու վերջերս փորձեցի առանձնացնել նաև նորաձև զարդեր առանձին Instagram-յան էջով ներկայացնել իսկ անհատականները առանձին։ Հա, զգացի, որ ինձ ավելի հոգեհարազատ է անհատականացված ու իմաստային զարդերը, քան պարզապես թրենդային նորաձև զարդերը ներկայացնելը։ Բայց հանրությունը ո՞րն է նախընտրում։ Թրենդի հետևից շատ են գնում մարդիկ։ Հա, այո։ Պատկերացրեք, որ այո, նորաձև լինելը միջով էլ ասեցի, տեսողական կոնտենտ կա, որը բոլորը նայում են, այսինքն անդադար նայում են ու իրենց մոտ շատ պատկերներ կյանքի հանդեպ, շատ ստանդարտներ փոխվում են, հա, սկսում են ընկալել եւ այլն, նույնը մոդան, հա, նորաձևությունն է նույնը։ Իսկ երբ որ մարդիկ անդադար տեսնում են, սա նորաձև, սա սիրուն, այդ սիրունի արդեն աչքի համար սովորական է դառնում ու ավելի գեղեցիկ, չէ՞։ Ու փորձում են իրանք էլ այդպես ունենալ։ Ինչ կուզեք հավելել վերջում։ Գուցե ձեր հետևորդներին եւ ձեր գնորդներին ասելիք ունեք։ Գուցե զարդեր կրող մարդկանց։ Զարդեր երևի կուզեմ ուղղակի ասել, որ այն ինչ արտադրում եմ, այն ինչ ներկայացված անհատական իմ զարդերի էջում ու առհասարակ այդ տեսակները, իրանք մենակ զարդեր չեն, իսկապես մենակ զարդեր չեն ու ամեն հաճախորդի հետ աշխատելը ես կարելի ասել մտնում եմ այսպես իրանց էմոցիոնալ դաշտ, ու իմ համար այդ ավելին է, քան բիզնեսը կամ վաճառքները կամ սովորական զարդ արտադրելը։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, Էրմինե ջան։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Կինեզիկա հաղորդման իմ հյուրը Moa բրենդի հիմնադիր Էրմինե Մելիքսեթյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։